Դեռ որոշում չունենք, քննարկում ենք աշխատանքային 4 օրվա անհամաձայնություն չունենք։ Չէ, նկատում եմ պարոն Վարդևանյանին քվեարկելու առումով չէր քննարկումը։ Չէ, ընդհանուր աշխատանքային քննարկում, որտեղ 4 օր ազգային ժողովում ենք եւ բավականին ընտրություններ եւ աշխատանքային կոմիտեան որևէ որոշում չկա։ Չէ, դեռ չունենք։ Դեռ ժամանակ ունենք դա քննարկել։ Ոչ, դեռ չունենք որոշում, դեռ չենք քննարկել, ունենք ժամանակ, պետք է լսենք ելույթներ, հարցեր, այսինքն պատասխաններ։ Աշխատանքային մեր քննարկումներ։ Բարեկրթությունը պահպանելու Ես հիմա շտաբում եմ ինչ հորդորեցիք թիմակիցներին։ Հորդորելու անհրաժեշտություն չի եղել, մենք մեր ասել ենք պարոն Ռուբինյանը հայտարարել է եւ պահպանում ենք այդ հայտարարության տրամաբանությունը։ Պարոն Վարդևանյանի ելույթներից է կախված նաև նրան կընտրի։ Այո, իհարկե։ Ելույթներից նախ հարց ու պատասխան դեռ չի ավարտվել, բավականին հարցեր կան եւ կլսենք, ըստ այդմ կորոշենք։ Դեռ որոշում չունենք, դեռ քննարկում էլի կունենանք, ըստ այդմ տեղեկացնեմ, դուք կտեղեկանաք, բոլորիդ կիմանաք, որովհետեւ խնդիր չկա։ Պետք է լոյալություն դրսևորի Տիկին Մանավազյան, որ կողմ քվեարկեք։ Բայց հարց տվեցի։ Ես մենք քննարկում չենք ունեցել, որ ես ձեզ ասեմ ինչ հարցի վերաբերյալ լոյալություն։ Իմ անձնական պետք է իր խոսքը շատ, այսինքն հարցերին հստակ պատասխաններ չի տրվում։ Շրջանցելով պատասխաններ չեն տալի։ Եվ լիքը շատ այլ բաներ, որ կարևոր է եւ չի արժանացել, որ ընտրի ԿՊ-ը։ Դեռ չենք քննարկել, ժողովուրդ, չեմ քննարկել։ Դեռ չենք քննարկել, դեռ քննարկման չենք դրել այդ հարցը։ Մեկ հարցն եմ, քանի որ հենց իշխանությունը այդ բարեվարկության կանոնների հերողություն եմ խնդրում, բայց Պարոն Չախոյանի ելույթը երեկվա տեղավորվում էր ձեր շանանում։ Մենք պատասխանեցինք եւ արձագանքեցինք նաեւ ձեզ համար ընդունել Պարոն Չախոյանը արձագանքել է իրենց կուսակցության ղեկավարին։ Այլ բանը թե հակառակ ուղղությամբ ինչ դուք ինչ եք հարցնում, ինչ է նման խոսույթը ազգային ժողովի դահլիճում վիրավորական հնչում։ Եվ բացի այդ հարցը փակված է, կարծում եմ մենք այդ հարցով քննարկել ենք եւ պարոն Ռուբինյանը եւ իրենց խմբակցության ղեկավարը հարցը փակել են։ Շնորհակալ եմ։